Բարի օր ժողովուրդ ջան, այսօր որոշել եմ պատրաստել չիլի con carne, այդպես է կոչվում, աղացած մսով, երկու տեսակի խոզ և տավար, սոխը վերցնում եմ այսքան սոխ, 20 այս չափի, ճիշտ այս չափի 20 հատիկ սոխ եմ վերցրել, 2 կիլո աղացած միս եմ վերցնում, խառը, խոզ և տավար, վերցնելու եմ 5 ատամիկ սխտոր, վերցնելու եմ օրիգանո, վերցնելու եմ, ինչպես ասեցի, աղացած քաղցր պղպեղ, վերցնելու եմ կծու չիլի պղպեղ, աղացած, վերցնելու եմ դարչին, չափերը ձեզ ցույց կտամ, ինչ չափերի եմ վերցնելու և վերցնելու եմ քյումին։ Մնացածը ինչ որ մոռացած լինեմ, սիրելիներս, ընթացքում կասեմ ձեզ։ Հիմա տապակելու եմ լավ սոխը սիրուն կարմիր ոսկիագույն սարքեմ, սոխը պետք է տապակեմ, հետո լցնելու եմ միսը մի քիչ էլ մսով տապակեմ։ Շարունակությունը ձեզ կցուցադրեմ։ Հիմա սոխը տապակվեց, տեսեք ինչքան քչացավ սոխը, բայց ծերն է այսպես։ Սոխը տապակվեց, հիմա ունեմ սիրելիներ 2 կիլո 400 գրամ աղացած խառը միս։ Հիմա արդեն միսը լցնելու ժամանակն է։ Հիմա կլցնեմ միսը ու կսպասեմ միսն էլ տապակվի, արդեն մսի հետ նաև տապակվեց սոխը, ինչ որ տապակվել էր սկզբից, հետո երկուսը միասին էլի տապակվեցին։ Հիմա լցնելու եմ տոմատի մածուկ, լոլիկի մածուկ, այսպես ասած։ Հա, այս մի ամբողջ չափը վերցնելու եմ, որովհետև շատ է, պորցիան մեծ է, դրա համար ես վերցնելու եմ ամբողջը։ Գցում եմ չէ, սկզբից ասեմ շատ կլինի, երևի 1 ճաշի գդալ, այդ սկզբի համար, չիլի եմ գցում և գցելու եմ կարմիր փոշի պղպեղ քաղցր։ Ձելու եմ 4 ճաշի գդալ, այսպես, նա, այս էլ 4, հա, չեպ որոդի 4։ Ժողովուրդ ջան, հիմա այս կխառնեմ մի լավ, մի քիչ արդեն սոխարածի նման ոնց որ կխառնվի մսի ու սոխի հետ, հետո ավելացնելու եմ 4 լիտր ջուր, սառը ջուր, 4 լիտր, ու թողնելու եմ այդ 4 լիտր ջուրը 1 ժամ եփվի, ուղիղ 1 ժամ, որպեսզի միսը եփվի, միսը շատ է, 2 կիլո 400 գրամ, այս միսը պետք է նենց լավ եփվի, որ հանկարծ չվնասի, ոչ ոքի, ստամոքսը աղիքային հիվանդություններ չստանա։ Ամենավերջում ավելացնելու եմ աղը, դարչինը և քիմիոնը, որ ժողովուրդ ջան, որ եղման պրոցեսը վերջանա, չիլի ավելացնելու եմ արդեն լոբին ու կուկուրուզը, եգիպտացորենը։ Սա էլ կավելացնեմ, կվերջացնեմ, կթողնեմ, սա էլ մի 20 րոպե եռա, որովհետև արդեն էփած է, լոբիներ, կուկուրուզներ, թողնեմ մի 20 րոպե էլ էս եռա ու արդեն կանցնեմ դարչինին ու քիմիոնին ու աղը։ Հիմա պետք է սրա մեջ գցեմ մի 4-5 դափնու տերև։ Գցում եմ դափնու տերևը հիմա։ Քանի հատը մանր էր, բայց ընդհանուր առմամբ, եթե նորմալ մեծություն ունի գաղտնի տերևը, 5 հատը բավական է։ Ուզում եմ մի գաղտնիքով ձեզ հետ կիսվեմ, դա ոչ մի խոհարար այդ գաղտնիքը իրենից դուրս չի հանի, բայց ես ասելու եմ ձեզ։ Հիմա վերցնում եմ 4 թեյի կտալ կոֆե։ Մեկն էլ ձեր խաթրին։
Ես վերցրել եմ ռասպարոնի սուրճ, բայց չգիտեմ հայերեն ինչպես են ասում, կներեք, եթե դուք գիտեք, գրեք կոմենտարներում հայերեն տարբերակը սիրելիներս, եթե ձեռքի տակ չունեք ռասպարոնի սուրճը, վերցրեք ինչ-որ սուրճ, մեր հայկական մոգայի սուրճն էլ կլինի, որը որ ունեք տանը, սուրճ, շատ առանձնահատուկ համ է տալիս սուրճը, արդեն գցելու եմ լոբի և եգիպտացորենը, կթողնեմ հիմա սա 20 րոպե եռա, լոբին ու եգիպտացորենը, հետո արդեն գցելու եմ մյուս համեմունքները։ Հիմա գցելու եմ աղ, ինչպես միշտ սև պղպեղի հետ խառնված։ Սկզբի համար գցելու եմ 4 ճաշի գդալ աղ։ Հետո կհամտեսեմ ու նորից եթե պետք լինի գցեմ աղը, գցում ենք միշտ ըստ ճաշակի, ըստ համի։ Հիմա եկավ ժամանակը քյումինը գցելու, առաջինը գցում եմ քյումինը, հետո մի 15 րոպե հետո գցելու եմ դարչինը։ 2 ճաշի գդալ քյումին գցեցի։ Հիմա արդեն դարչինի ժամանակն է։ Գցեմ դարչինը, 2 ճաշի գդալ։ Արդեն լրացավ մեր 15 րոպեն, ժողովուրդ ջան, արդեն լրացավ մեր 15 րոպեն, մեր ուտեստը պատրաստ է։ Հիմա մնում է համտեսել, հիմա համտեսեմ ու ձեզ ասեմ ինչպիսի, բայց բուրմունքը մի անուշ բուրմունք ունի, չեմ կարա նկարագրեմ ժողովուրդ ջան ձեզ։ Հիմա համել տեսնեմ ու ձեզ ասեմ։ Հիմա համ տեսելու եմ ու ձեզ ասեմ, թե ինչպիսի համ ունի մեր չիլին։ Այսքան չարչարանքից հետո։ Ժողովուրդ ջան, անմահական համ ունի, ընտիրություն, համեղություն, ինչ ասեմ, որ ամեն ինչ տեղը տեղին, աղը նորմալ, դարչինը, առանձնահատուկ համը զգում ես, քյումինի համը զգում ես, աղը, 4 գտալ աղը, ճաշի գտալ, լիովի բավական էր։ Սուրճը, որ սուրճի համը առանցին զգում ես։ Ժողովուրդ ջան, արդեն համը տեսանք, վերջացրեցինք, ամեն ինչ տեղը տեղներ, չմոռանամ ասելու, մոռացել էի, որ 3 ճաշի գտալ օրեգանո եմ գցել մեջը, 3 ճաշի գտալ։ Մեզ ինչ է մնում արդեն, ամեն ինչը վերջացավ, մեզ մնում է հետևել, հավանել և տարածել սիրելիներս։ Մնացեք ձեր Ռոզատատիկի կողքին, Ռոզատատիկը ձեր բոլորին շատ սիրում է, մնացեք ինձ հետ։